Հայաստանը պիտի ունենա միայն մի կառավարություն։ Արցախի իշխանությունը Հայաստանը կառավարելու համար չեն ընտրում։ Ով է լինելու Արցախի հաջորդ նախագահը։ Ռուսաստանը դա մեր մասին չի մտածում, ինքը իր մասին է մտածում։ Քանի անգամ են մեզ ֆրանսիացիները քաշել, քանի անգամ ամերիկացիներն են մեզ քաշել։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մեր զրուցակիցը ազատամարտիկ Վահան Բադասյանն է։ Բարև ձեզ, պարոն Բադասյան, շնորհակալ ենք մեր զրույցի հրավերն ընդունելու համար։ Պարոն Բադասյան, հայտնի է, որ Արցախի ղեկավարությունը ընտրել է ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանին եւ պատրաստվում է Արցախի նախագահ ընտրելուն։ Այստեղ ինչ քաղաքական զարգացումների եք դուք սպասում եւ ըստ ձեզ ով է լինելու Արցախի հաջորդ նախագահը։ Քաղաքական գործիչ չեմ, բայց ես գիտակից եւ մտահոգ քաղաքացի եմ, ու ես դեմ եմ այն մտքերին, որ տեսեք, էլի իրանք, էլի թալանում են, չէ, այսօր դա չի կարևորը։ Այսօր կարևորը արդեն կորսված Արցախի իշխանության սուբյեկտայնության արկայությունն է այսօր, պահպանումն է։ Այսինքն մենք չենք ընտրում նախագահ, ազգային ժողով, կառավարություն, որպեսզի քաղաքականություն վարեն արտաքին, ներքին, պետության համար, չէ, մենք պարզապես Արցախի սուբյեկտայնությունը պետք է պահպանենք, այսինքն իշխանության ինստիտուտը պետք է պահպանենք։ Հիմա արցախցիների, որոնք արցախցիներ, թե անգրագետ մարդիկ մեկնաբանություններ են գրում, որ բա չկշտացակ բաներին, բա ինչի է, ինչ։ Ես օրինակ կողմ եմ երկու ձեռքով, չէ, այլ հոգով, սրտով, կողմ եմ, որ Արցախը ունենա նախագահ, խորհրդարան։ Ինչու, պարզ է ինչու։ Իսկ նաև թույլ կարծիք կա, իշխանությունները շատ ուժեղ դեմ են նրանք այս հարցում, որպեսզի իրենք արդարանան, իրենք ժողովրդի մեջ թեզ են տարածում, որ Հայաստանը պիտի ունենա միայն մի կառավարություն, որը դե ֆակտո նստած է կառավարության վրա։ Չէ, այդ Արցախի իշխանությունը Հայաստանը կառավարելու համար չեն ընտրում։ Սա իմ գործը չէ, սա իրենց գործն է, իրենք այսպես բացատրեն, մեր Արցախի ազգային ժողովի պատգամավորները բացատրեն, ինքը հենց նախագահը, ազգային ժողովի նախագահը, այսպես գա ձեր մոտ եթեր մտնի եւ եթերում ասի, որ իմ գործը չէ որոշումներ կայացնելը, թե տնտեսությունը ինչպես զարգացնենք, արդարություն, անարդարություն, հավասարաչափ, անհավասարաչափ չէ, իշխանության եւ Հայաստանը կառավարելու համար չէ սա պարզապես իշխանության ինստիտուտները պահպանելու համար են սա, որպեսզի հետագայի հարցում, երբ որ այս իշխանությունները չլինեն, իսկ դա 100% համոզված եմ, որ այս իշխանությունները հենց որ իզու թոզու վերանա, արդեն ամեն ինչը մենք հետ ենք բերելու։ Հետ ենք բերելու միջազգային իրավունքով։ Միջազգային իրավունքի, ասիկան միջազգային իրավունքի ընդհանուր միջև Հագայի։ Ես տեսնում ունենք Հագայի դատարանի որոշումով։ Եթե Հագայի դատարանը, ասիկան զուգահեռ դրան, բայց պետք է նաև մի բան, որի դեմը խաղ չկա։ Դա ուժի արկայությունն է, ասիկան զուգահեռ դրան պետք է մենք հզորացնենք մեր տնտեսությունը, որպեսզի հզորացնենք բանակը։ Եվ այդ ժամանակ, եթե ունենանք հզոր տնտեսություն, հզոր բանակ, միջազգային իրավունքով, միջազգային ատյաների որոշում, արդեն Ադրբեջանը չի կարա դեմ լինի, որ չտա։ Իսկ եթե հարց առաջանա Արցախի, ասիկան մենք ունենք հետ վերադարձի իրավունք։ Հետ վերադարձի իրավունքը մենք ունենք, ինչու, որովհետև երբ տեղի է ունեցել էթնիկ զտում, ցեղասպանություն, արդեն մենք ձեռք ենք բերել։ Այդ ժամանակ մենք ձեռք ենք բերել հետ վերադարձի իրավունքը։ Եթե օրինակ Արցախում մնային 100-200 հոգի մարդ եւ սերունդը շարունակվեր այնտեղ, որ այդ 100-200 դառնար 1000, 5000, այնտեղ եւ ռուսները կմնային, որտեղ պետք է իրենց գործը կատարեին, եւ թե մարդիկ կմնային այնտեղ եւ Արցախի հարցը կփակվեր։ Դե նրանք արդեն հետագայում ադրբեջանցիները այսպես եւս կանեին, դուրս կվրընդեին, բայց ասեք իրենք էլ դուրս կգային, բայց հարցը դա չէ, եթե նրանք մնային այնտեղ, Արցախի հարցը փակված է։ Եթե չեն մնացել, լրիվ փաթեթով դուրս է եկել, ուրեմն ունենք հետ վերադարձի իրավունք։ Թե ինչպես, դա արդեն այստեղ քննարկելու հարց չի, դա ճշտով եւ դատարանով պետք է քննարկվի դա եւ օրենքով, միջազգային իրավունքով։
Անշուշտ կհիշեք, որ Հայաստանի իշխանությունը հայտարարել էր, որ չի կարող լինել պետություն պետության մեջ, եւ նրանք կողմ չէին, որ Արցախի նախագահ ընտրվեր, բայց այսօր թույլ են տալիս, որ Արցախի ղեկավարությունը ազգային ժողովի նախագահ ընտրի, Արցախի նախագահ ընտրի, սահմանադրություն փոխի, ու նաեւ կա կարծիք, որ այս ամենի մեջ արկա է ռուսական գործոնը, Ռուսաստանից են հրահանգ ստացել այս իշխանությունները, Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները, որպեսզի թույլ տան Արցախի ղեկավարության նախագահ ընտրելու, որպեսզի Արցախի հարցն իսպառ չփակվի։ Դուք ինչ տեղեկություններ ունեք այս մասով եւ ընդհանրապես ինչպես կմեկնաբանեք։ Ես որևէ տեղեկություն չունեմ այդ հարցում, բայց տրամաբանական է, որ Ռուսաստանը դա մեր մասին չի մտածում, ինքը իր մասին է մտածում, որովհետեւ եթե այսպես շարունակվի, ես նորից ասեցի, իր սահմանները ոչ թե լինելու են հյուսային Կովկասի լեռներում, այլ լինելու են Դոնի Ռոստովից դեպի հյուսիս։ Հիմա ինքը իր դարդումն է, ոչ թե մեր դարդում։ Իր շահն է հետապնդում։ Հա, իր շահն է հետապնդում։ Հավանաբար տեսել են, որ սրանք անողնաշարներ են, սրանք Ամերիկային, Ֆրանսիային լսելով, նրանք կուտ են տալիս մեզ, որպեսզի մեզ մտցնեն Թուրքիո իշխանության, այսինքն թուրքական իշխանության տակը մեզ մտցնեն եւ ուրեմն ըստ երևույթին նրանք արդեն ասել են, որ ձեռք չտակ դրանք կառավարություն չեն ձեր կառավարության, իրենք շատ լավ գիտեն դա մասին։ Իրանց պետք է դա այս սուբյեկտայնությունը որպեսզի ունենան, որպեսզի լինի, դա պետք է լինի, այսինքն իրենք իրանց շահերի համար են ասել, ոչ թե հայկական շահերի համար, որի մեջ պետք է մենք մեր շահը փնտրենք, որովհետև մեզ էլ անհրաժեշտ է դա։ Հայկական շահին անհրաժեշտ է դա, ինձ, քեզ, մյուսներին չարկել, դա հայկական շահին է պետք։ Իսկ ինչու է Նիկոլի իշխանությունը եւ նրա այդ ամբաղ-զամբաղ հիմարները դրա ասում, որտեղ նրանք հետապնդում են թուրքական շահը եւ նրանք ագենտներ են նրանք։ Ըստ երևույթին ես հաստատ չգիտեմ։ Այսինքն այս պարագային մեր շահերը հայկական շահը համընկնում է ռուսական շահի հետ։ Հայկական շահի, հայո, համընկնում է ռուսական շահի հետ։ Եվ ես դա համոզված եմ ասում։ Հիմա էլի դիմենք պատմությանը, քանի անգամ են մեզ ֆրանսիացիները քաշել, քանի անգամ ամերիկացիներն են մեզ քաշել։ Չէ, արևմուտքի նավերը հայոց լեռներ բարձրանալ չկարողացան։ Հա, իհարկե, բաներ կարողացավ նավը բարձրանա, Կիլիկիայի պատմությունը գիտենք, որ 21 թվականին Ֆրանսիայի բանի այդ պրոտեկտորատի տակ էր, հայերը վերադարձան Կիլիկիա, 21 թվականին այնտեղից մազապուրց եղավ մի քանի հոգի եւ մնացածին կոտորեցին։ 100,000-ից ավել կոտորեցին քեմալականները։ Եվ գիտեք պատմությունը, որ հետո ֆրանսիացի մի գրող գրել է Մուսալերան 40 օրը, հետո այնտեղ մի նավ մարդ են փրկել եւ հերոսացրել են։ Ու սերունդներին ցույց են տալիս, որ Ֆրանսիան պաշտպանում է մեր շահերը։ Բայց Ֆրանսիան պաշտպանում է մեր շահերը, ինչու՞ մեզ Ֆրանսիան չի ճանաչել Արցախի անկախությունը։ Այսինքն ներքին պալատը ճանաչել է, մեզ կուտ են տվել, որպեսզի մենք հետամուտ լինենք, բայց վերին պալատը չէ։ Եվ իրենք, որովհետև իրենք թուրքականի հետ իրենք բնական դաշնակից են։ Իրենք չեն կարող Թուրքիայի դեմ մնալ։ Մոռանանք այստեղ, որ 2020 թվականին հենց Ֆրանսիան Ադրբեջանին զենք էր մատակարարում։ Պարոն Բադասյան, շնորհակալ ենք, մեր հարցերն այսքանային։ Հարգելի հետևորդներ, հիշեցնենք, որ մեր զրուցակիցը ազատամարտիկ Վահան Բադասյանն էր։